Բարև ձեզ հարգելի Facebook-յան ընկերներ և ոչ միայն ընկերներ, բարև ձեզ հարգելի ժողովուրդ։ Այս հաղորդումը վերնագրել եմ քաղաքական խոսքի և լոբինգի տարբերությունը, այսինքն քաղաքական քարոզչության, պրոպագանդայի տարբերությունը, արևմտյան աշխարհում կոչվում է լոբինգ, և թեման ուղիղ բառ առ բառ, ովքեր սանձազերծեցին երկրորդ համաշխարհային պատերազմը։ Ես չի որ այս թեման բերել եմ օրակարգ, այս թեման օրակարգ եկավ մայիսի 9-ի հետ կապված, մայիսի 9-ի շուրջ ստեղծված քննարկումների հետ կապված, և առաջին անգամ ինձ թվում է անկախ Հայաստանի պատմության մեջ, մինչև ՀՄԷԿ-ի հանրային հեռուստատեսության մակարդակ, այս քննարկումը բարձրացավ կոնկրետ որոշակի ուղղվածությամբ։ Մինչև ուրեմն այս ժամանակը 2025 թվականի մայիսը այս մակարդակի անդրադարձ հայաստանյան մեդիա դաշտում չէր եղել։ Արծրուն Հովհաննիսյանին հրավիրեցին հարցազրույցի, որտեղ նա որոշակի հայտարարություններ կամ չգիտեմ մտքեր արտահայտեց, որոնք բուռն քննարկումների պատճառ դառան սոցիալական ցանցերում։ Ճակերտավոր էքսպերտների, իրականում լոբիստների հրավիրեցին, ովքեր տարբեր հետաքրքիր բացահայտումներ էին անում, միֆեր էին փլուզում երկրորդ աշխարհամարտի հետ կապված, որ նախկինում ասում էինք հայրենական պատերազմ, թեև եթե այսօր էլ ասենք սխալ արած չենք լինի, բայց ինձ ավելի հարմար է երկրորդ համաշխարհային պատերազմ ասելը։ Մի խոսքով այս ամեն ինչի մասին ես ուզում եմ այսօր խոսել, ներկայացնել քաղաքական խոսք և ոչ թե լոբինգ, որովհետև լոբիստները իրենց քարոզչության խաթր դեգեներացնում են մարդկանց վերածում են դեգեներատի, կորցնում են նրանց ինտելեկտուալ դիմադրողականությունից, իբրև թե միֆեր փլուզելով ստեղծում են այլ միֆեր, որովհետև իրոք մենք տասնամյակներ շարունակ սովետական շրջանում և հատկապես սովետական շրջանում և նաև հետսովետական շրջանում սովետական միֆերի տակ ենք կրթվե, սովորե, վերբովկա եղել, հիմա էլ փոխանակ իրականությունը բացահայտելու, վերլուծություններով ներկայացնելու, որոշել են արևմտյան միֆերով, արևմտյան ստերով մեզ սովորեցնեն, կրթեն, վերբովկա անեն, որովհետև սովետին պետք էր, որպեսզի մենք լինենք զինվորներ, գործիք իր ձեռքին, սովետի թշնամիների դեմ, արևմուտքին էլ պետք է, որ մենք լինենք գործիք իրենց ձեռքին, արևմուտքի թշնամիների դեմ, բայց մեզ պետք է ողջամտություն, մտավոր սթափություն, որովհետև այսօր ունենք մարտահրավերներ, լրջագույն մարտահրավերներ դիմագրավելու և ապագայում էլ ունենալու ենք այդպիսի մարտահրավերներ։ Եթե չեք կարդացել այսօրվա մայիսի 12-ն է այսօր, եթե չեք կարդացել իմ գրառումը Facebook-ում կարող եք մտնել ծանոթանալ, այնտեղ մի թեթև քննարկում կա դրա տակ, թեև կարծում եմ Facebook-ը էականորեն սահմանափակել է այդ գրառման տարածումը, որովհետև չնայած նրան, որ կա խոսքի ազատություն որպես բացարձակ արժեք, Facebook-ը լուրջ ցենզուրա է կիրառում մեր տարածաշրջանում, գրեթե դրանում համոզված եմ։ Համենայն դեպս փաստարկված կարող եմ ասել, որ մինչև Թրամփի ընտրությունները Facebook-ը և ոչ միայն Facebook-ը, այդ թվում Twitter-ը, այդ թվում մնացած սոցիալական ցանցերը լուրջ ցենզուրա են կիրառել, ոտնահարելով խոսքի ազատության իրավունքը, լուրջ ցենզուրա են կիրառել մինչև Թրամփի ընտրությունները, և դա խոստովանվել է, մինչև Թրամփի ընտրությունները բացահայտումներ էին արվել Իլոն Մասկի կողմից, և Թրամփի ընտրվելուց հետո արդեն բացահայտ խոստովանել են նաև մյուսները, մասնավորապես Ցուկերբերգը խոստացավ, որ Ամերիկայի տարածքում այլևս ցենզուրա չի լինելու Թրամփի ընտրվելուց հետո։
Եվ կարծում եմ Ամերիկայի տարածքում, եթե նույնիսկ ցենզուրան վերացրեն, ապա մեր տարածաշրջանում այդ ցենզուրան պահպանվում է սոցիալական ցանցերի կողմից, առնվազն Facebook-ի կողմից։ Սա իմ կարծիքն է, հիմքերը ներկայացրեցի, թե ինչի վրա է հիմնված։ Սա էսպես, եւ եկեք, եթե տեսել եք հատկապես հմեկով այդ քննարկումները, թե ինչ ստեր կային սովետական, որ հիմա իբրև թե բացահայտվում են, այնինչ նոր ստեր են հորինվում, արդեն հակասովետական, ընդամենը։ Սովետական ստերը փոխարինվում են հակասովետական ստերով։ Իսկ մեզ ոչ թե ստեր են պետք, մեզ պետք է ճշմարտությունը։ Եվ ես կփորձեմ որոշակի նախատրամադրել ձեզ, պատրաստել ձեզ ճշմարտությունը փնտրելու որոնելու, ճշմարտությունը հասկանալու ինքնուրույն։ Պարտադիր չի այն ինչ ես հիմա կասեմ, սա հալած յուղի տեղ ընդունեք։ Կարող եք ինքներդ փնտրել, որոնել, կանխակալ ձևով կամ առանց ինչ-որ կանխակալության, ինքներդ փորձեք հասկանալ ճշմարտությունը։ Ես ընդամենը կփորձեմ հող նախապատրաստել դրա համար։ Եվ քանի որ այլ եմ ասում, օրակարգ այս թեման ես չեմ բերել, օրակարգ այս թեման բերել են նրանք, ովքեր օրակարգ են որոշում մեր երկրում, քաղաքական, հասարակական, նրանք բերել են, ես էլ կփորձեմ իմ դիտանկյունից ներկայացնել հետևյալը։ Տեսեք, միֆերը ինչու՞մ է, սովետական միֆերից սկսենք, հա, որ ուխտադրուժ կերպով Գերմանիան 41 թվականի հունիսի 22-ին հարձակվեց Սովետական Միության վրա։ Բայց դեռևս 90-ականներին իդեպ այս թեմաներով հետաքրքրված եմ շատ վաղուց, իմ գիտակցական կյանքի ամենասկզբից ինչ հիշում եմ, ես այս թեմաներով հետաքրքրված եմ։ Ու այն ինչ այսօր հմեկի եթերում ասում են, ես 90-ական թվականներին նույնիսկ չափահաս երևի թե չէի, չափահասության տարիքի չէի ասել, ես այս թեմաներով արդեն որոշակի գրականություն, տեղեկություն հավաքել էի։ Եվ այն ժամանակից սկսած դեռ հետևյալ հարցադրումներ արվում պատմաբանների կողմից 90-ականներին։ Ու ինչ է հմեկում այսօր հնչում է։ Հարցը հետևյալն է, այ մարդ, Գերմանիան ու Սովետական Միությունն ու նրանք ընդհանուր սահման կարծես թե չունեին։ Եթե ընդհանուր սահման չունեին, ինչպես ստացվեց, որ Գերմանիան հարձակվեց Սովետական Միության վրա 1941 թվականի հունիսի 22-ին։ Ահա։ Եվ այս հարցից սկսում է մեր պատմությունը։ Հետաքրքրությունը այստեղից է ծագում։ Եթե Գերմանիան հարձակվեց, ինչպես։ Չէ՞ որ նրանք պիտի որ ընդհանուր սահման չունենային։ Ու այստեղ բերում է շատ արագ բացատրություն, որ նրանք ըստ էության ունեին ընդհանուր սահման առաջին հերթին, քանի որ երկուսով Գերմանիան եւ Սովետական Միությունը դեռ 39 թվականին կիսել էին Լեհաստանը, երկուսն էլ գրավել էին Լեհաստանը երկու կողմից, կիսել էին Լեհաստանը, տոնել էին այդ բաժանումը Լեհաստանի ու կանգնած էին դեմ դիմաց այդ երկու բանակները։ Ահա փաստորեն սա փաստ է։ Բայց սրանից հետևություն է արվում, որ փաստորեն Գերմանիայի առաջնորդները եւ Սովետական Միության առաջնորդները փաստորեն երկուսն էլ համաշխարհային պատերազմի մեղավորներ են, ահա նրանք են սանձազերծել այդ երկուսով, այդ երկու կեղտոտներով սանձազերծել են պատերազմը, ահա հավասարության նշան էր դրվում Գերմանիայի եւ Սովետական Միության միջև եւ որոշում էին, փորձում էին Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակը Սովետական Միության նսեմացնել, դարձնել անկարևոր, այդ պատերազմը դարձնել օկուպացիոն պատերազմ, ոչ թե աշխարհը ազատեցին, փրկեցին այդ վատ գաղափարախոսությունից։ Ես կաշխատեմ այնպիսի բառեր չասել, որոնք Facebook-ը առանցեն էլ այդ բառերը, եթե լսում է արհեստական բանականությունը, եթե այդ բառերը լսում է, ուրեմն տեսանյութի տարածելիությունն է փակում, նկատողությունն է ուղարկում եւ այլ եւ այլ։ Կաշխատեմ այդպիսի բառեր չասել, բայց եթե դուք գիտեք, որ խոսում ենք 1939-1941 թվականների մասին, հասկանում եք ինչի մասին է խոսքը։ Ահա փաստը, որ այո Լեհաստանը երկուսով կիսել էին, Մոլոտով, Ռիբենտրոպ
այսինքն իրանց արտգործ նախարարներն են էլի Սովետական Միության եւ Գերմանիայի, գաղտնի համաձայնության հիման վրա, որով կիսել էին ըստ էության Եվրոպան, իրականում ոչ թե կիսել էին, այլ Սովետական Միությունը որոշակի տարածքներ այդտեղ իրան վերցրել էր։ Հիմա ես մի քանի փաստեր, զուտ փաստեր ասեմ, հետո սկսենք այդ փաստերի շուրջ տեսնենք ինչ են մեկնաբանում, ինչ նոր ստեր են փորձում հորինել եւ ինչ կարելի է դրանից հասկանալ իրականում ճշմարտությունը ինչպես կարելի է բացահայտել։ Ուրեմն ըստ էության առաջին համաշխարհային պատերազմը համարվում է, որ սկսել է 1939 թվականի սեպտեմբերի 1-ին։ Գերմանիան մտավ Լեհաստան։ Դրանից մի քանի օր առաջ օգոստոս ամսին Սովետական Միությունն ու Գերմանիան ստորագրում են համաձայնագիր, որ իրար վրա չեն հարձակվելու, եթե չեմ սխալվում 10 տարով, որ չեն հարձակվելու իրար վրա։ Եվ այդ համաձայնագրի գաղտնի մասում նաև որոշել են, թե ինչ են կիսելու, ոնց են բաժանելու Եվրոպան, ինչ անցնելու Սովետներին, ինչ անցնելու Գերմանիային։ Բայց կոնկրետ Լեհաստանի մասով հստակ որոշել էին, թե ինչ որ գծով են, ով ինչքան է գրավելու։ Մինչ այդ սովետական պրոպագանդան ներկայացնում էր, թե իբր թե Սովետական Միությունը մտել է որպեսզի փրկի Լեհաստանում ապրող բելարուսներին կամ ուկրաինացիներին եւ այլն։ Մինչ այդ իբրև փրկարար ակցիա Գերմանիայի դեմն առնելու ակցիա։ Հետո պատմությունը ապացուցում է, փաստաթղթերը ապացուցում են, որ ոչ մի փրկարար ակցիա չկար, նախապես պլանավորված օպերացիա էր։ Բայց եւ այնպես, սեպտեմբերի 1-ին Գերմանիան մտնում է, սեպտեմբերի 2-ին, թե 3-ին Բրիտանիան եւ Ֆրանսիան պատերազմ են հայտարարում Գերմանիային։ Ստեղից սկսում է համաշխարհային պատերազմը, երկրորդ համաշխարհային պատերազմը, պաշտոնապես։ Հեսա գանք թե դրանք իրականում որտեղից է սկսում։ Պաշտոնապես տեղից է սկսում։ Հիմա Բրիտանիան եւ Ֆրանսիան, որ պատերազմ են հայտարարում, ինչ են անում։ Ինչ են անում։ Հարձակվում են, պաշտպանվում են, զորքեր են ուղարկում, կրակում են, ինչ են անում։ Փաստ։ Ոչինչ չեն անում։ Դա ֆիկտիվ պատերազմի հայտարարությունն էր Գերմանիային։ Եվ այդ պատերազմի հայտարարությունը դեռ մի ամբողջ տարի մնալու է թղթի վրա։ Ոչինչ չեն անում։ Իսկ Բրիտանիան, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան երկուսն էլ առանձին Լեհաստանի հետ ունեին համաձայնագիր, դրանից մեկ տարի թե մի փոքր ավելի ժամանակ առաջ կնքած Լեհաստանի հետ, որ եթե Գերմանիան հարձակվի Լեհաստանի վրա, ապա նրանք ռազմական միջամտությամբ Գերմանիային կասեցնելու են։ Եվ Ֆրանսիան ուշադիր միջև Մոլոտով-Ռիբենտրոպ պայմանագրի կնքումը հարգելի լոբիստներ, որ ասում եք միջև վերջ ասեք։ Մինչև այդ համաձայնագրի կնքումը Գերմանիայի եւ Սովետական Միության միջև արդեն Ֆրանսիան եւ Բրիտանիան Լեհաստանի հետ ունեին փոխադարձ օգնության եւ անվտանգության պայմանագրեր, ըստ որոնց նրանք պարտավոր էին Գերմանիայի դեմն առնել, երբ նա հարձակվեց 39 թվականի սեպտեմբերի 1-ին Լեհաստանի վրա։ Բայց նրանք ոչինչ չարեցին։ Ոչինչ չարեցին։ Ես ուզում եմ, որ դուք քաղաքականապես հասուն լինեք, փաստերը, իրականությունը, իմանաք այնպես, ինչպես դրանք կան, ոչ թե այնպես, ինչպես դրանք կորոշեն ձեզ ներկայացնել 90%-ը քողարկելով, 10%-ը ճշմարտության ներկայացնելով եւ մանիպուլացնելով հանրային կարծիքը։ Այդ թվում հմեկի մակարդակից։ Չնայած հմեկը ինձ թվում է դրա համար ստեղծված է հենց։ Հայև այսպես, սրանք ոչինչ չարեցին, բայց օդում պատերազմ հայտարարեցին Գերմանիային։ Սեպտեմբերի 2 օր անց, 3 օր անց։ Այդ պատերազմ հայտարարելով իբրև թե Լեհաստանի նկատմամբ ունեցած իրենց պայմանագրային պարտավորությունները
Այն որ ասում ենք, ռուսները պայմանագրային պարտավորությունը չեն կատարում մեր նկատմամբ։ Այ հիմա Բրիտանիան եւ Ֆրանսիան իբրև թե պատերազմ հայտարարով իրենց պայմանագրային պարտավորություններից ինչ որ դռում կամ բռում էին, բայց փաստ նրանք ոչինչ չարեցին, երբ Գերմանիան օկուպացնում էր Լեհաստանը։ Դրանից օրեր առաջ կնքված Գերմանիա-Սովետական միություն պայմանագրի գաղտնի մասի հիման վրա Սովետական միությունը սեպտեմբերի 17-ին մտնում է Լեհաստան։ Եւ Լեհաստանից մի շարք շրջաններ, որոնք հիմա Բելարուսի եւ Ուկրաինայի տարածքներում են, հենց հիմա այսօր։ Այդ ժամանակը Սովետական միությունը խլել Լեհաստանից։ Եվ ինչպես պայմանավորվել էին ուրեմն Գերմանիայի հետ, որոշակի գծով կիսում են Լեհաստանը։ Սա փաստ է, այո, սա այսպես էլ եղել է։ Էլ ինչ ա եղել, շարունակենք։ Հա, իդեպ, ստե կարևոր է նշել, շատ կարևոր է նշել, որ 1940 թվականին, արդեն սրանից մի քանի ամիս անց, այս դեպքերից մի քանի ամիս անց, Սովետական միությունը լեհական ինտելիգենցիային, սպայական վերնախավին, տարբեր քաղաքական գործիչների, ընդհանուր առմամբ մոտ 22,000 մարդ գնդակահարում է, անզեն գերեվարված մարդ, գնդակահարում է, հիմնականում կատինում, հետագայում դա գցելով Գերմանիայի վրա, իբրև թե դրանք ժամանակին գերմանացիներն են արել, իրականում ինքն է արել, եւ սա պաշտոնապես Ռուսաստանը ընդունել է, մի քանի անգամ, Գորբաչովից սկսած, պաշտոնապես Ռուսաստանը ընդունել է, որ այսպիսի բան են արել եւ ասել են, որ դա իրանք մեղավոր չեն, այդ ժամանակվա Սովետական միության անձի պաշտամունքով օժտված առաջնորդն է, մեղավոր այդ ամեն ինչի համար եւ դատապարտել են։ Սա մոտավորապես մենք իշարկե խոսքով այսպես նկարագրում ենք պատերազմ, գրավեցին, հասան էս իշտեղ, բայց մոտավորապես որ պատկերացնենք, ինչ վայրագությունների մասին է խոսք։ Ռուսաստանը պաշտոնապես ընդունել է, որ մոտ 22,000 մարդ, ինտելիգենցիա, քաղաքական գործիչներ, քաղաքական վերնախավ, ռազմական գործիչներ, սպայակազմ եւ այլն, գնդակահարել անզեն մարդիկ։ Լեհաստանին հնազանդեցնելու, Լեհաստանի դիմադրողականությունը կոտրելու համար։ Իհարկե մենք այս ամեն ինչին ծանոթ ենք մինչև 1939-1940 թվականը, կարդացեք Չարենցի 37 թվականին բանտում գրված Թիֆլիսցի նեղ ճակատ կինտոն, բազմել է ցարերի գահին։ Կարդացեք, մենք դրա մասին գիտենք 37 թվականից եւ էլ ավելի վաղ շրջանից։ Մենք դրա մասին շատ քաջ տեղյակ ենք, բայց իմացեք, որ ահա այսպիսի գործողությունների մասին է խոսքը։ 1939-ի նոյեմբերին, այսինքն ձմռանը, մինչև 40 թվականի մարտ, Ֆինլանդիայի դեմ պատերազմում է Սովետական միությունը, որպես ագրեսոր, պատերազմում է եւ խլում է Կարելիան։ Պատերազմը ավարտվում է, ձմեռն անցնում է, գարունը բացվում է, պատերազմը ավարտվում է։ Ուրեմն սա փաստ է, այո։ Այսինքն այնպես չէ, որ Սովետական միությունը դες խաղաղ իր համար նստած էր, Գերմանիան ընդեր չարություններ էր անում։ Սովետական միությունը ինքն իր հերթին, այո, 1939-ի 1940-ի ձմռանը պատերազմը Ֆինլանդիայի հետ մեծ կորուստներ է կրում, իհարկե տարածքային զավթումներ է իրականացնում եւ այդքանով պատերազմն ավարտվում։ Եվ մինչեւ հիմա էլ այդ տարածքային զավթումները ուժի մեջ են, այսինքն Ռուսաստանի տարածքին։ 1940 թվականի գարնանը արդեն մերձբալթյան երկրները կցվում են, բռնակցվում են ըստ էության Սովետական միությանը։
Պրիբալտիկան, Սովետական միությունը, Լատվիա, Լիտվա, Էստոնիա կցվում են սովետական միության, մտնում են սովետական միության կազմ, դառնում են նյութենական հանրապետություն, այս երեք ավելանում են, այստեղ դարձյալ գոյություն ունի քաղաքական եւ ռազմական սպառնալիք, այո, սա եղել է, սա արել է, հիմա սկզբում ասենք ինչ գալատներ արել սովետական միություն, հետո անցնենք մնացածին, 40 թվականի ամռանը հունիսի 28 Ռումինիայից գրավում է Բեսարաբիան, հյուսիսային Բուկովինան։ Իդեպ այս կետը Ռումինիայից բռնազավթումները արդեն Գերմանիայի հետ այդքան էլ համաձայնեցրած չէին, ըստ այդ Մոլոտով-Ռիբենտրոպ պայմանագրի։ Այդքան էլ համաձայնեցրած չէին։ Այս բլոկը։ Եվ սա որոշակի իհարկե Գերմանիային դուր չի գալիս։ Ահա այսքանը, ինչ անում է Սովետական միությունը 1939 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերից սկսած։ Սրանք անում է Սովետական միությունը։ Եթե ես ընդհանուր այս պատկերին եմ նայում, ինչ եմ տեսնում, էմոցիաները մի պահ անջատենք։ Բարոյական, արժեբանական կողմը անջատում ենք, չոր քաղաքականություն ենք դիտարկում, ինչա տեղի ունենում, որպեսզի հասկանանք, ելի եմ ասում, ստեղ խելքի հարց է, բարելավում է իր դիրքերը տարածաշրջանում, բարելավում է իր դիրքերը, ամրացնում է իր դիրքերը, պատրաստվում է ավելի մեծ բանի, որը պիտի սկսի 1941 թվականի հունիսին։ Ինչ անում այդ ընթացքում Գերմանիան։ Գերմանիան այդ ընթացքում գրավում է ամբողջ Եվրոպան։ Մինչև Ֆրանսիան ներառյալ։ Գրավում է ամբողջ Եվրոպան։ Եվ գալի հասնում է այդ X ժամը 1941 թվականի հունիսի 22։ Գերմանիան ընդեղ գրավում է ամբողջ Եվրոպան, Սովետական միությունը այստեղ զավթումներ փափուկ ուժով, մի քիչ կոշտ ուժով, բացահայտ պատերազմով, որոշակի դիրքեր է կարգավորում, ամրացնում։ Եվ սկսում է մեծ պատերազմը, բուն, մեծ առճակատումը, դա համեմատելու չի Ֆրանսիան գրավելու հետ։ Դա համեմատելու բան չի։ Ես ուզում եմ, որ մենք սա տեսնենք, այսինքն այսքան տեղ մեզ չեն խաբել։ Եվ ըստեղ է, որ ասում եմ, եթե ասենք էլ հայրենական, սխալ չենք լինի։ Սխալ չենք լինի։ Մեծ առճակատումը, արդեն մսաղացը պատերազմի, գործարկվում է 1941 թվականի հունիսի 22-ին։ Բայց ինչն է հետաքրքիր։ Այո, մենք այդ հարցին պատասխանեցինք, թե Գերմանիան ուշադիր։ Երկրորդ ամենակարևոր հարցը։ Գերմանիան չուներ ընդհանուր սահման Սովետական միության հետ։ Այս ոնց եղավ, որ ընդհանուր սահման պարզվեց, որ ահա այդպես եղավ։ Գաղտնի համաձայնությամբ կիսել էին Լեհաստանը եւ այլն։ Բայց Գերմանիան ոնց եկավ հասավ Լեհաստան։ Այսի երկրորդ ամենակարևոր հարցը։ Գերմանիան ինչպես եկավ հասավ Լեհաստան։ Այս հարցին ով պետք է պատասխան տա։ Հարգելի ՀՄԿ-ի էքսպերտներ, հարգելի լոբիստներ, պրոպագանդիստներ, քարոզիչներ, քաղաքական մարքետոլոգներ, այս հարցերին ով պետք է պատասխան տա։ Այդ Գերմանիան այդ ոնց եկավ հասավ Լեհաստանը գրավելու 39 թվականի սեպտեմբերի 1-ին, ոնց եկավ հասավ։ Եվ այսպես 1938 թվականի մարտի 12, այսինքն 1.5 տարի առաջին համաշխարհային պատերազմի պաշտոնական սկիզբը հայտարարված սկզբից 1.5 տարի առաջ 1938
թվականի մարտի 12 Գերմանիան վերցնում է Ավստրիան, կցում է իրեն, թեև Ավստրիան առանձին պետություն է, եւ ցույց է տալի իր էքսպանսիոնիստական, այսպես տարածվող, ընդարձակվող քաղաքականությունը, հստակ ցույց է տալի, ինչ է անում աշխարհը, ոչինչ։ Այսինքն այնպես չէ, որ մի օր Գերմանիան զարթնեց ու եկավ զավթեց Լեհաստանը, կիսելով այն սովետական միության հետ։ Մինչ այդ 38 թվականի մարտին նա վերցնում է Ավստրիան։ Դրանից 6 ամիս անց 1938 թվականի ուշադիր, սա շատ կարևոր, այս ամբողջ պատմության կարևորագույն կետերից է։ 38 թվականի սեպտեմբերի 30-ին տեղի է ունենում Մյունխենյան համաձայնագիրը։ Հարգելի լոբիստներ, երբ որ խոսում եք այս պատմությունների մասին, Մյունխենի վրա մի 5-10 րոպե կանգ առեք։ Եթե մի ժամ պետք է խոսակ առաջին երկրորդ աշխարհամարտի մասին, Մյունխենի վրա, Մյունխենյան համաձայնագրի վրա, մի 5-10 րոպե կանգ առեք ու մարդկանց ասեք, դա այդ ինչ էր։ Այդ ինչ բան էր այդ Մյունխենյան համաձայնագիրը։ Հարգելիներս, Մյունխենյան համաձայնագիրը դա Եվրոպայի սրտում գտնվող Չեխոսլովակիա պետության բզկտումներ, բաժան անելներ, միջազգային իրավունքը կոպտորեն ոտնահարելով, առանց Չեխոսլովակիայի մասնակցության բանակցություններ անելով եւ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի միջև համաձայնություն ձեռք բերելով։ Ուրեմն մինչև Գերմանիան կհաստի Լեհաստանի սահմաններ, Լեհաստանի հետ առճակատման փուլին, նախ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան եւ Իտալիան բզկտում են, ծվեն են անում, Գերմանիային են տալիս մասամբ Հունգարիային են տալիս հետո, մասամբ էլ թողնում են, որ այն տուժած Լեհաստանը պոկի Չեխոսլովակիայից։ Դա տեղի է ունենում 38 թվականի սեպտեմբերի 29-30-ին։ Ու սա փորձում են ինչ-որ բացատրել, իբր թե Գերմանիայի ախորժակը բավարարող ակցիա էր Ֆրանսիայի եւ Բրիտանիայի կողմից, մեղմացուցիչ բան կա, էլի, ռոմանտիկ ելևեժներ են հաղորդում ես միջազգային իրավունքի կոպտագույն խախտում։ Մյունխենյան համաձայնագրով Չեխոսլովակիայի այն տարածքները, որոնք բնակեցված են գերմանացիներով, առանց Չեխոսլովակիայի համաձայնության ստորագրում են Բրիտանիան, Ֆրանսիան, աշխարհի հիմնական ուժերն են, գերտերություններ, Գերմանիան եւ Իտալիան։ Կիսում են, տալիս են, համաձայնվում են եւ հարկադրում են Չեխոսլովակիային, որպեսզի նա ստորագրի այդ համաձայնագրի տակ։ Բայց բանակցություններին թույլ չեն տալի, որ մասնակցի։ Իրեն կիսում, կիսում, վերջում Չեխոսլովակիային ասում են։ Իդեպ դա միայն նախագահի մակարդակով է ստորագրվում, չի վավերացվում այդ փաստաթուղթը, բայց համենայն դեպս Չեխոսլովակիայի այդ ժամանակվա նախագահն է, վարչապետն է, մի խոսքով, գործադիրի ղեկավարը ստորագրել։ Բացի դրանից, այդտեղից կտոր է պոկում ուշադիր, էլի եմ ասում, Լեհաստանն էլ իր հերթին այդ տարածքային բան ուներ, պահանջներ ուներ, որոնք ի դեպ էլի հակասելով միջազգային իրավունքը, այդ ժամանակ գործող միջազգային իրավունքը, մինչև հիմա գործող, հակասելով միջազգային իրավունքին, հոկտեմբերի 1-ից 10-ը, 1-ին բանը վերջնագիր է ներկայացնում Չեխոսլովակիային, որ այս տարածքները պետք է տաս ինձ։
Այդ խեղճ Լեհաստանը, որին երկու կողմից հետո կիսեցին, ուշադիր, այդ խեղճ Լեհաստանը դրանից ուղիղ 11 ամիս առաջ տեսնում է, որ Չեխոսլովակիան անճարության մեջ անուժ, չնայած հզոր է լինում ինքը, բայց երբ որ այդպիսի կոալիցիա է իր դեմ քաղաքական կոալիցիա, քաղաքական այդպիսի կոնսենսուս կա, ոնց որ Ղարաբաղի դեպքում, այդպիսի կոնսենսուս կա իր դեմ, ոչինչ չի կարողանում անի, ոչինչ։ Ու այդ անօգնական վիճակից շատ լավ օգտվում է Լեհաստանը։ Գերմանիա եւ Սովետական Միության կողմից կիսվելուց 11 ամիս առաջ։ Սրանից օգտվում է Հունգարիան։ Ինքն իր հերթին է տարածքներ փոխում Չեխոսլովակիայից։ Հետո արդեն Գերմանիան մնացած այդ տարածքներն էլ գալի մտնում գրավում է, ասեցի, նա գրավում է ամբողջ Եվրոպան։ Հետո բայց մինչև այս պահը գալը առաջին համաշխարհային սկիզբ սեպտեմբերի 1 39 թվական պատմեք թե դրանից 11 ամիս առաջ ինչա տեղի ունեցել ու ովքեր էին սանձազերծում պատերազմ եւ հիմա ուշադիր Չեխոսլովակիան սովետական միության հետ այն սովետական միության հետ որ հələ ոչ Լեհաստանը գրավե ոչ Մերձբալթյան երկրներ ոչ Ֆինլանդիային է պատերազմ հայտարարել 35 թվականին, այսինքն այս դեպքերից 4 տարի առաջ Չեխոսլովակիայի հետ ունի պայմանագիր փոխօգնության դաշնակցային պայմանագիր ունի սովետական միությունը ու այդ պայմանագրի մեջ կա այսպիսի մի կետ այդ պայմանագիրը կայացվել է Ֆրանսիայի աջակցությամբ եւ այդ պայմանագրի մեջ կա այսպիսի կետ որ սովետական միությունը Չեխոսլովակիայի նկատմամբ ագրեսիային ռազմական միջամտությամբ կանդրադառնա կպաշտպանի Չեխոսլովակիան եթե Ֆրանսիան նույնպես պաշտպանի Ֆրանսիան նույնպես անտարբեր չլինի ավելին Ֆրանսիային պարտադիր չէ որ ինքը զորքերով մտներ Ռուսաստանը սովետական միությունը պարտավորվում է ավելի վաղ արձագանքի, եթե նա ընդհանրապես քաղաքական հայտարարության մակարդակով աջակցություն ցույց տա։ Ուրեմն 1935 թվականին Չեխոսլովակիայի եւ Սովետական միության միջև կնքվում է պայմանագիր փոխօգնության, համագործակցության, որ եթե Չեխոսլովակիայի վրա լինի ագրեսիա Եվ Ֆրանսիան անդադվեր չմնա այդ ագրեսիային, ապա Սովետական միությունը պարտավորվում է պաշտպանել Չեխոսլովակիայի տարածքային ամբողջականությունը, շահերը եւ այլն, ըստ միջազգային իրավունքի նորմերի։ Բայց բանից պարզվում է, որ 3 տարի անց այդ պայմանագրի ստորագրումից Ֆրանսիան, որ 3 տարի առաջ ուրիշ դիրքեր էր գրավել, Ֆրանսիան ինքը Բրիտանիայի, Գերմանիայի եւ Իտալիայի հետ Չեխոսլովակիան մասնատում։ Հիմա հարց, արդյոք սա հակասովետական ակցիա չէ նաեւ բացի Չեխոսլովակիայի դեմ ակցիա լինելուց, ակտ լինելուց, սա արդյոք նաեւ հակասովետական ակտ չէ։ Սա լինում է մինչեւ սովետները կսկսեն ագրեսիվ զավթողական քաղաքականություն տարածում էքսպանսիա ինչ դա է լինում Մյունխենը ահա երբ որ խոսում եք թե ով ինչպես սանձազերծեց երկրորդ համաշխարհային պատերազմը հարգելի լոբիստներ պատմեք նաև թե ինչ է Մյունխենը դրանից 11 ամիս առաջ տեղի ունեցած։ Եվ այդ ինչ պայմանագիրը դրանից եւս 3 տարի առաջ կնքված Ֆրանսիայի միջնորդությամբ Չեխոսլովակիայի եւ Սովետական միության միջև։ Եվ եթե այս ամեն ինչը հասկանաք, կտեսնեք, որ երկրորդ համաշխարհային պատերազմը այնքան էլ չի սկսել 39 թվականի սեպտեմբերի 1-ին։ Եվ այնքան էլ այս պատմությունը չի սկսում այն կետից, որ հանդիպեցին Սովետական միության եւ Գերմանիայի արտգործնախարարները եւ ինչ որ պայմանագիր իրար մեջ կնքեցին։
գախնի բլոկով։ Մինչ այդ բացահայտ եվրոպական գերտերությունները Եվրոպայի սրտում սուվերեն անկախ պետություն էին մասնատում։ Մինչ այդ մինչև սովետական միությունը կթաթախվի այս աշխարհքաղաքական բացահայտ կոնֆրոնտացիայի մեջ, այդ թվում ծածուկ փաստաթղթերով ու պայմանավորվածություններով։ Հիմա սա երկրորդ բլոկը եւ երրորդ ամենակարևոր հարցը։ Նա հիշենք առաջի երկու կարևոր հարցեր։ Առաջի հարցը հետևյալն էր. եթե սովետական միությունն ու Գերմանիան ընդհանուր սահման չունեին այն մարդ, այդ ոնց ստացվեց, որ Գերմանիան հարձակվեց սովետական միության վրա 41 թվականի հունիսի 22-ին։ Պատասխանեցինք։ Երկրորդ հարցը հետևյալն էր. այ ընկեր, այդ Գերմանիան Լեհաստանի կեսերը ոնց էր հասել։ Հենց մի օր քնես արթնե ու հարձակվել է Լեհաստանի վրա, թե մինչև այդ ճանապարհ կար անցած, որում ինքը միայնակ չի անցել։ Ունեցել է ուղեկիցներ այդ ճանապարհում։ Այդ ճանապարհին եղել են Մյունխեն 38 թվականի։ Սա երկրորդ հարցն էր։ Եվ երրորդ հարցը ամենակարևորը։ Այդ չարիքը, ճիվաղը, որ գալիս է իշխանության 1933 թվականին Գերմանիայում։ Ավելի ճիշտ, հա, էլի, այդպես մոտավոր։ Ինքը իր կուսակցությունը իշխանության է գալիս 1933 թվականին Գերմանիայում։ Հիմա հարց. այսքան որ խոսում են Գերմանիան պահանջում էր այս կտորը, այն կտորը, այս էր գրավում, այն էր միացնում, այն էր այ ընկեր, Գերմանիան դրանից 20 տարի առաջ երկրորդ առաջին համաշխարհայինում պարտված պետություն է։ Ռազմատուգանքի տակ ավելին նրան արգելված է լուրջ բանակ ունենալ եւ սպառազինվել։ Սա փաստ է, որ առաջին աշխարհամարտից հետո Գերմանիային արգելված էր ունենալ բանակ եւ սպառազինվել։ Եվ Գերմանիան գտնվում է ռազմատուգանքների տակ, հատկապես Ֆրանսիային եւ Բրիտանիային նա պետք է վճարեր ռազմատուգանք։ Այսինքն ուներ այնքան ծախսեր փագելու պարտքեր, որ էլ չասած։ Այդ ո՞նց եղավ նա, այդքան փող որտեղից ճարեց, որ այդքան տնտեսապես հզորացավ, մի հատ էլ այտենց հզոր բանակ ստեղծեց, որ սկսավ սպառնալիք դառնալ Եվրոպայի համար։ Երկրորդ, մինչև նա այդ հզոր բանակը ստեղծեց, առաջի քայլերը, երկրորդ, 10-րդ քայլերը, որ անում էր սպառազինվելու, բայց մնացածը տանձիպո չէին տենում, որ սա սպառազինվում է։ Այդ ոնց թողեցին, հանդուրժեցին, որ սա դարավ Եվրոպայում եւ աշխարհում ըստ էության թիվ 1 բանակը։ Եթե նրան արգելված էր սպառազինվել, այս ոնց սենց եղավ։ Եվ ես այս հարցին, ինձ այդ հարցը տվեցին Facebook-ում, ես այդ հարցին պատասխանեցի, հարցը այսպես տվեց, ով որ հարցը, ինչպես վերնագրել եմ, ով սանձազերծեց երկրորդ համաշխարհային պատերազմը։ Ես այդ հարցին ուղիղ էի պատասխանել։ Եկեք տեսնենք, թե ինչպիսի սանձեր կային, այսինքն եթե սանձազերծեց, նշանակում է կային սանձեր, որոնք ազատ արձակվեցին եւ սկսեց երկրորդ համաշխարհայինը։ Ինչպիսի սանձեր կային, որպեսզի չսկսի երկրորդ համաշխարհայինը։ Այդ սանձերը 3-ն էին։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո 3 սանձ կար։ Այդ 3 սանձով պետք է սանձահարվեր երկրորդ համաշխարհային պատերազմը։ Սակայն սանձազերծվեց։ Հիմա գտնենք այդ 3 սանձերը, որոնք էին։ Առաջին, Գերմանիան իրավունք չուներ բանակ ունենալ։ Երկրորդ, Գերմանիան գտնվում էր ռազմատուգանքների տակ եւ չէր էլ կարող տնտեսապես այնքան հզորանալ, որ պատերազմ վարել։ Եվ երրորդ, կար միջազգային իրավունք,
Եթե հետևում են այդ միջազգային իրավունքի նորմերին, բոլորը հետևում են։ Պատերազմ չի լինում։ Եթե որևիցե մեկը խախտում է միջազգային իրավունքը, մյուսները այդ խախտողին կամ սանկցիաների տակ են դնում տնտեսական, քաղաքական կամ նույնիսկ ռազմական միջամտությամբ սսկացնում են։ Հիմա այս երեք սանձերը ով կտրեց, ովքեր կտրեցին։ Առաջին ռազմատուգանքների հարցը։ Մինչև 1932 թվականը, այնտեղ 31 թվականին այսպես արձակուրդ է եղել վարկային կամ ռազմատուգանքային, Գերմանիան վճարել է Ֆրանսիային և Բրիտանիային ամբողջ ռազմատուգանքի մոտ 15%-ը։ Հիմնականում վճարել է Միացյալ Նահանգներից վարկեր ստանալով։ Ֆրանսիան և Բրիտանիան իրենց հերթին պարտք էին Միացյալ Նահանգներին։ Այսինքն Միացյալ Նահանգները վարկավորել է Գերմանիային, Գերմանիան տվել է ռազմատուգանքը Ֆրանսիային և Բրիտանիային, նրանք էլ Ամերիկային պարտք էին այդ փողը վերադարձրել Ամերիկային։ Արդյունքում Գերմանիայի պարտավորվածությունը Բրիտանիային և Ֆրանսիային փոխվել է Գերմանիայի պարտավորվածությունը Ամերիկային։ Ըստ էության այս ցիրկուլյացիայի մեջ պարտքի վերաբաշխում է տեղի ունենում։ Ռազմատուգանքի տեսքով պարտքը, որ ուներ Գերմանիան, Ֆրանսիային և Բրիտանիային, վարկի տեսքով պարտքի է վերածվում, որ ունենում է Միացյալ Նահանգների նկատմամբ։ Միացյալ Նահանգներին ամենաանմեղը բացատրությունն եմ տալիս, չեմ փորձում խորը վերլուծություն անել, չեմ թույլ տալիս ինձ մակերեսային վերլուծությամբ։ Առնվազն Գերմանիան Միացյալ Նահանգներին հետաքրքիր էր որպես տնտեսապես մեծ զարգացման մեծ պոտենցիալ ունեցող երկիր, հետևաբար մեծ վարկեր վերցնող երկիր, հետևաբար մեծ շուկա նաև ամերիկյան ապրանքների ծառայությունների համար։ Առնվազն Ամերիկային պետք էր, որ Գերմանիան ոտքի կանգնի, տնտեսապես, առնվազն նրա համար կրկնում եմ, որպես շուկա ամերիկյան արտադրության և ծառայությունների համար։ Առնվազն։ Եվ Ամերիկայի Միացյալ Նահանգները իդեմս իրենց նախագահի 31-32 թվականներին կասեցնում են ռազմատուգանքի վճարը։ Հետագայում պիտի Գերմանիայում գան իշխանությունները, իդեմս են ճիվաղի, որոնք պիտի ասեն չկա տենց բան եւ այլ, բայց մինչև դրանք կգան իշխանության, մինչև կրկնում եմ այդ հիմարները կգան իշխանության, այդ ոճրագործները, ցեղասպանները կգան իշխանության, Միացյալ Նահանգները Բրիտանիայի եւ Ֆրանսիայի վրա ճնշում գործադրելով կասեցնում է ռազմատուգանքի վճարումը Գերմանիայի կողմից։ Սա առաջին սանձը կտրեցինք։ Ով սանձազերծեց երկրորդ համաշխարհային պատերազմը։ Առաջի սանձը կտրել է Միացյալ Նահանգները եւ դրա նկատմամբ տոլերանտ են եղել Բրիտանիան եւ Ֆրանսիան։ Բայց չգիտես ինչի, Գերմանիայի տնտեսական հզորացումը, որը մի քանի տարում դարձավ Եվրոպայի ուժեղագույն տնտեսություն եւ ուժեղագույն բանակ աշխարհում, այդ հզորացումը շատ ուժեղ զուգակցվեց սպառազինությամբ, զենքի արտադրությամբ գնումով, ուշադիր սովետական միությունն իր հերթին ցորենով ինչ ունեցել է, ծախել է Գերմանիային։ Ստեղ հենց չի որ մեկին արդարացնում են մյուսին, ստեղ մեղավորներ չկան, սա ջունգլի է, մենք կողից նայում ենք այս ջունգլին, ինչ է տեղի ունենում։ Ստեղ կա սով, քաղց, շահեր, ստեղ չկա բարի եւ չար, լավ տղա, վատ տղա, սա ջունգլի է։ Ստեղ գիշատիչներ են, ում ձեռը այսքան ճարեղավ, այսքան կկտրի կուտի, կխլի, կտանի։ Ես դա եմ ուզում ձեզ փոխանցեմ, հարգելիներս, որ երբ որ մեր լոբիստները ձեզ բացատրում են, թե ստեղ
Կան դրական եւ բացասական կերպարներ, ես ձեզ ուզում եմ ասեմ, չկան այդպիսիք։ Սա ջունգլի է։ Եվ ռազմական սպառազինման արգելքը Գերմանիայի վրա ինստինկտիվ դուրս է գալի ու ոչինչ չեն անում, էլի եմ ասում առաջի հերթին, Ֆրանսիան ու Բրիտանիան։ Երկրորդ սանձը արգելք սպառազինության։ Հենց Ֆրանսիան ու Բրիտանիան են թույլ տալիս կտրվի, եթե ոչ կտրում։ Եվ այդ սպառազինությունն էլ զուգահեռ գնում է տնտեսական հզորացմանը, այսինքն երբ որ տնտեսությունը շարժվում է, ինչ ան տանգ արտադրում, կարա ավտոմեքենա արտադրի։ Կարա ավտոմեքենա արտադրի, սա մի տարբերակ, լավ, ռազմատուգանքից հանեցիք, հարց չկա։ Պետք էր որ ինքը տնտեսապես զորանա, հարց չկա, թող ավտո արտադրի։ Բայց նա տանգ էր արտադրում։ Թող նավեր արտադրի, բայց նա սուզանավ է արտադրում։ Հասկանում եք։ Հասկացա Ամերիկային պետք է որ նա տնտեսապես զորանա, բայց եթե այդքանով պրծ, ապա թող նավեր արտադրի, մարդ բեռներ տեղափոխի, թող ավտոմեքենաներ արտադրի, բայց նա տանկեր ու սուզանավեր ու ավիացիա է արտադրում ռազմական։ Հասկանում եք։ Սա երկրորդ սանձն էր, որ առնվազն լուր համաձայնությամբ Ֆրանսիայի եւ Բրիտանիայի, եթե ոչ Միացյալ Նահանգների կտրվում է։ Եվ երրորդ սանձը միջազգային իրավունքի կոպիտ խախտումները, արդեն խոսացի դրա մասին, տեղի է ունենում Ավստրիայի միացումով, տեղի է ունենում զորքերի տեղաշարժով եւ ապա ռազմականացված շրջաններում զորքեր տեղակայելով, տեղի է ունենում Մյունխենով։ Այս երեք սանձերը կտրել են արևմտյան գերտերությունները։ Եվ սրանցից ոչ մեկը չի կտրել սովետական միությունը, որովհետև Գերմանիան հզորանում էր կոմունիստական էքսպանսիան պրոֆիլակտիկա կանխելու համար, պրոֆիլակտիկա անելու համար։ Արևմտյան գերտերությունները նպաստել են, որպեսզի Գերմանիան դառնա այդ կարգի հզորություն, որ նրան որպես սովետական միության հզորացման, կայացման դեմ, որպես լծակ օգտագործեն։ Կամ օգտվեն, եթե իրենք չեն օգտագործում, Գերմանիան ինքն է իրեն օգտագործում, իրենք դրանից օգտվեն։ Հաշվարկն էսպիսին է եղել, սա է իմ մեկնաբանությունը, հարգելի լոբիստներ, եւ ասեցի, թե դա ինչով է հիմնավոր։ Ես ճշգրտությամբ ցույց տվեցի, թե ինչպիսի սանձեր կային երկրորդ աշխարհամարտը սանձահարելու համար եւ ինչպես այդ սանձերը կտրվեցին, այսինքն ինչպես եւ ում կողմից սանձազերծվեց երկրորդ համաշխարհային պատերազմը։ Ու ինձ մեկ է թեստը ում համար է տաք, ում համար է պաղ, արևմուտքի թե Ռուսաստանի, ինձ պետք է որ իմ ժողովուրդը դեգեներատ չլինի, պրոպագանդայի տակ մնացած։ Ինձ պետք է որ իմ ժողովուրդը մտքով լինի սթափ, ունենա քաղաքական եւ ինտելեկտուալ իմունիտետ, որտեղ մեր առաջ լուրջ խնդիրներ կան, որոնք մենք դեռ պիտի լուծենք։ Իսկ դրա համար մենք չունենք նավթ, չունենք ծով, չունենք եսիմինչ տեսակ տեխնոլոգիաներ, մենք ունենք միայն ինտելեկտ։ Եվ եթե վերջին մեր հիմնական ամենաարժեքավոր ունեցածքը մենք պետքա հիմարացնենք սրա նրա քարոզչության տակ մնալով, ապա մեր բանը բուրդ է։ Հիմա այս լսեք ու միացեք են հմեկի հարցազրույցներն ու այն մեծ բանավեճը լսեք։
Եվ վերջին հաշվով էլի անդրադառնամ Facebook-ից գրառմանը։ Վերջին հաշվով այս ամեն ինչը, ժողովուրդ ջան, մինչև այս ամեն ինչին անդրադառնալը, յանի պարզել եք, թե 5 տարի առաջ մեր գլխին պատերազմում ովքեր մեղավոր էին, ովքեր, չգիտեմ, անմեղ էին, ովքեր սանձազերծեցին։ Պարզել եք, ինչ մեխանիզմերով, ում անգործությունը հանցավոր, ում ինչպիսի գործողությունները, ինչպիսի գաղտնի պայմանավորվածություններ, պարզել եք, այդ հետաքրքիր չի։ Գերմանիա, սովետներ բան հետաքրքիր է, որովհետև դրսից պատվեր կա հակառուսական տրամադրել հանրությանը, հակասովետականությունը ընդգծել, ինձանից հակասովետական չլինեք, ու ինձանից Ամերիկա սիրող չլինեք, բայց դե շատ կարևոր է, թե մեր ինտելեկտուալ, առնվազն ինտելեկտուալ առաստաղը որտեղ է գտնվում, միգուցե ամբողջ ժողովուրդը չմտածի այսպես խորը, քննադատական, բայց վերջին հաշվով մեր ինտելեկտուալ առաստաղը որտեղ է, 90-ականների նարատիվների ուրեմն կրկնությունը 2025 թվականին Հայաստանում, ասեցի այդ նարատիվը որն է, եթե Ռուսաստանն ու Գերմանիան իր այդ ընդհանուր սահման չունեին, ապա նրանք ոնց Գերմանիան հարձակվեց սովետական միության վրա, այդ նարատիվը։ Հա հասկացանք 90-ականներից էդ ասվել այ ընկեր։ Ես ասում եմ դեռևս անչափահաս էի, երբ որ այս պատմությունները արդեն կարդում էի, լսում էի եւ այլն, ուսումնասիրում էի։ Միշտ սիրել եմ մի խոսքով։ Քաղաքագիտական ուղղվածության զարգացում։ Բա մեր հարցերը դրանք պիտի պարզենք։ Եվ այս ամեն ինչը գալիս են գիտես որ կետի, Վանո Սիրադելյանի ասած ասում է, խոշոր տերությունների բախման թատերաբեմում փոքր երկրները շահելու բան չունեն։ Փոքր երկրների օգուտը կլինի նա, որ այս բախումների կիզակետից դուրս գան հնարավորինս փոքր կորուստներով։ Հիշեք Չեխոսլովակիան 38 թվականի, հիշեք Մյունխենը 38 թվականի։ Մեզ այս հասկացությունն է պակասում, որ սա ջունգլի է։ Այնպես որ չկան ստեղ դաշնակիցներ, չի կարելի ոչ մեկի որոշակի չափով գոնե վստահել, կա այդպիսի բաներ, բայց այդ ամեն ինչը դու կարող ես, դրանցից դու կարող ես օգտվել, եթե ոչ թե դեգեներատ ես ինտելեկտուալ, այլ սթափ, ողջամիտ, մի խոսքով դատողությամբ պաշտպանված սուբյեկտ ես, թե որպես պետություն, թե որպես քաղաքական գործիչ։ Լոբիստները ձեզ չեն պաշտպանելու, լոբիստները ձեզ համար լավ հզոր Հայաստան չեն բերելու, նրանց որ օրը նրանց տեղը սառեց, թրջվեց, կերը մի թև չորացավ, նրանք քոչելու են գնան ամեն մեկը մի երկիր, մի տեղ հով լրվի։ Էլի ես ու դու ենք մնալու այդ ցավի տակ, էլի ես ու դու ենք սկզբունքից կամ չգիտեմ, գուցե նույնիսկ անճարությունից ելնելով, կամ միգուցե ճակերտավոր սխալ դաստիարակությունից ելնելով, էշեշ մնալու, ու ռազուշ մենք մնալու ենք, արի այնպես անենք, որ այս գլխից պատրաստ լինենք, լուրջ մարտահրավերներ դիմագրավելու։ Թերևս այսքանը։ Շնորհակալություն ուշադրության համար։ Բարի գիշեր։